Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանին, պարոն Միրզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ սկսենք Թրամփի ուղուց։ Թրամփը չստացավ Նոբելյան մրցանակը, ինչ է փոխում դա մեր պլաններում։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավիրելու համար ձեր տաղավար, շատ պատվաբեր է մասնակից լինել, այս հաղորդումը նոր է թափ առնում եւ առաջին մասնակիցներից մեկը լինելը իրոք պատվաբեր է։ Այո, Թրամփը չստացավ Նոբելյան մրցանակ, կարծես թե մեծ ողբերգություն է, բայց մյուս կողմից էլ ողբերգությունը, եթե ողբերգություն է, դա ողբերգություն է Թրամփի համար։ Մեզ այս պատմության մեջ հետաքրքրում է, ինչպես դուք նշեցիք, այսպես կոչված TRIP նախագիծը, որը օգոստոսից հռչակվեց, շրջանառվեց, մինչ օրս դրա շուրջ ընթանում են քննարկումներ, բայց ի վերջո այդ նախագիծը, այդ ծրագիրը, չնայած հրապարակվել են որոշ փաստաթղթեր եւ այնուամենայնիվ մնում է, այսպես ասած, մշուշի մեջ։ Մինչ օրս ես կարծում եմ որևէ մեկը, բացի այն սահմանափակ փոքրիկ խմբից, որը անմիջապես ներգրաված է եղել այս ծրագրի մշակման, ստորագրման գործընթացի հետ, որևէ մեկը բացի դրանցից չունի հստակ պատկերացում, թե ինչ է դա լինելու։ Իրավիճակը ավելի սաստկանում, այսպես ասած, այն ֆոնին, երբ որ ադրբեջանական կողմը շարունակում է հանդես գալ իր յուրատեսակ մեկնաբանություններով, որոնք կարծես թե որևէ առնչություն չունեն ստորագրված փաստաթղթերի եւ արված պաշտոնական հայտարարությունների հետ։ Մենք ունենք բավականին տարօրինակ իրավիճակ, մեզ ասում են, որ մենք մտել ենք խաղաղության փուլ, որ մենք ձեռք ենք բերել։ Հաստատվել է խաղաղությունը, ոչ մի մտել։ Խաղաղությունը հաստատվել է, մենք ձեռք ենք բերել շատ կարևոր պայմանավորվածություն, հատկապես ամերիկյան կողմի, նրա նախագահի անձնական ներգրավմամբ եւ միջնորդությամբ, բայց դրանից հետո շարունակում են կողմերը հանդես գալ իրարամերժ հռետորաբանությամբ, իրարամերժ հայտարարություններով։ Այս իրավիճակը ես չեմ կարծում, որ բնական է եւ իրոք տեղիք է տալի որոշակի կասկածների համար, թե ինչի շուրջ է իրականում եղել պայմանավորվածությունը, այս ճանապարհը, որը պետք է գործի, ինչ ռեժիմով է գործելու, ովքեր են լինելու դրա հիմնական բենեֆիցիարները, օգտվողները եւ այլն եւ այլն։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը կարծես թե մինչ օրս հանրությանը շահագրգիռ մարդկանց չի հրանցվել։ Միգուցե սխալվում եմ, բայց կարծեմ դուք էլ որ լրատվական դաշտ հետ գործ ունեք, կարող եք դա հաստատել, որ այն տեղեկատվությունը, որը կա, շատ սահմանափակ է եւ աղճատված եւ իրարամերժ։ Մասնավորապես անխոչնդոտը ձեզ համար երբ հռչակագրում նշվում է անխոչնդոտը ապահովելու է երթևեկությունը եւ բեռների փոխադրումը եւ այլն։ Ձեզ համար ընկալելի է որպես դիվանագետի այդ անխոչնդոտ բառի տակ ինչ կարող է լինել կամ բացատրությունները իշխանությունների ինչ են մեզ տալիս, ինչ է նշանակում անխոչնդոտ։ Օրինակը բերում են օրինակ անխոչնդոտ հատում ենք Վրաստանի սահմանը, անխոչնդոտ գնում ենք այստեղ եւ այնտեղ։ Դրանք նման օրինակներ են, թե այնտեղ լրիվ այլ։ Ինձ պատահել են որ նաև այլ օրինակներ, ինչ-որ Ֆինլանդիայում, թե աշխարհի այլ երկրներում, ինչ-որ ուղղակի էլեկտրոնային, ինչ-որ սարքի հպումով է անցնում եւ այլն եւ այլն, գիտեք, դրանք բոլորը տարբեր բաներ են։ Ի վերջո խոսքը գնում է շատ բարձ հանգամանքի մասին, թե ով է վերահսկելու այդ ճանապարհը, ով է պատասխանատու լինելու այդ ճանապարհով անցնող մարդկանց, բեռների, այլ ապրանքների անվտանգության համար բազմաթիվ այլ հարցեր կան։ Խոչընդոտով թե անխոչընդոտ են դրանք անցնել։ Դա բոլորին այլ պատմություն է, դա տեխնիկական կարգավորումներ են։ Այսօրվա տեխնիկայի զարգացման մակարդակը իրոք որ թույլ է տալիս առանց որևէ ֆիզիկական, ասենք ասենք, ներգրավման իրականացնել մի շարք գործարքներ, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքը կրկնում եմ, վերաբերում է հետևյալին։ Հայաստանի Հանրապետության սուվերենի տարածքով անցնելու է ճանապարհ։ Ով է վերահսկելու այդ ճանապարհը։ Ով է ապահովելու այդ տարածքի պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այսքան բան։ Բայց եթե ենթադրենք, եթե դա լիներ հայկական կողմը, ինձ թվում է մեզ արդեն հայտնել էին այդ մասին։
Ինչն է այստեղ, որ իշխանությունը անուններ չի տալիս կամ երբեմն ասում է ամերիկյան կողմի հետ է ձեռք բերվել պայմանավորվածությունը եւ այլն։ Հերքեցին 99 տարով վարձով տալու հայտարարությունը, հետո պարզվեց այդ մասին նաեւ խոսակցություններ կան։ Նայեք, եկեք հարցը մի ավելի գլոբալ մոտենանք։ Ես առիթ ունեցել եմ, համարը թե իմ ամեն sense հերոստատեսային հարցազրույցի բանը ժամանակ ես շեշտում եմ այդ հանգամանքը։ Մենք այսօր ապրում ենք մի տարօրինակ իրավիճակում։ Երբ որ այսօրվա իշխանությունները, հա, այս ռեժիմը եկավ 18 թվականին, հա, ժողովրդական հուզումների ալիքի վրա եկավ իշխանության, ի թիվս այլ պահանջների, այսպես կոչված նախկինների նկատմամբ, նաև այն պահանջներ, որ նախկինները ժողովրդի մեջքի հետևում ինչ-որ մութ գործարքների մեջ էին մտել եւ այլն, եւ նոր իշխանությունները եկան ապահովելու թափանցիկ, հա, ժողովրդի հետ ընդհանուր կարծիքի հետ համաձայնեցված բազմաթիվ տես որակավորումներ էին օգտագործում արտաքին քաղաքականություն։ Այսօր մենք ապրում ենք մի իրավիճակում, որ ոչ միայն այդ թրիփ միջանցքը, բազմաթիվ այլ հարցեր ուղղակի պատված են գաղտնիության, անորոշության շղարշով, հա, եւ դրանց մասին տեղյակ են շատ սահմանափակ թվով մարդիկ, որոնք ուղղակի որևէ առնչություն չունեն հանրային կարծիքի ձևավորման հետ եւ այլն, հա։ Նայեք, նախկինում որ շրջանում էր ասվել էր, որ Ղարաբաղյան հարցին տիրապետում են ամբողջությամբ 5 հոգի։ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզն է։ Եվ դա միջորս այդ հայտարարությունը քննադատվում է, բազմաթիվ ընդդիմադիրներ թե այն ժամանակ միջորս այդ քննադատությունը շարունակվում է։ Այսօր մենք կրկին հայտնվել ենք այդ իրավիճակում, որ նույնիսկ ոչ թե 5 հոգի, այլ 2-3 հոգի, հա, եւ իմ կարծիքով սարսափելին այն է, որ հանրությունը, որը ի վերջո չի կարող անտարբեր մնալ այդ բազմաթիվ հարցերի նկատմամբ, որտեղ այդ հարցերը իրոք կենսական նշանակություն ունեն, ոչ միայն մեր յուրաքանչյուրիս համար, այլ ընդհանուր մեր պետության գոյության համար, հանրությունը որպես աղբյուր տեղեկացված լինելու համար օգտագործում է, ասենց ասենք, պայմանական թշնամական ձայները, հա։ Մենք հայտնվել ենք, գիտեք, կարծես թե կրկին վերադարձել են խորհրդային շրջանի ժամանակների շրջան, այո, երբ որ մարդիկ ինչ որ աշխարհի անցուդարձի, իրենց նույնիսկ խորհրդային միությունում տեղ ունեցող իրադարձությունների մասին տեղեկություն քաղելու համար գիշերը գաղտագողի միացնում են իրենց ռադիոընդունիչները եւ լսում են տարբեր զանազան ձայներ, հա, եւ ազատություն, Ամերիկայի ձայն եւ այլն։ Բայց խթանիչները չէին թողնում նաեւ լսել դրանք խորհրդային միության տարիներին։ Այսօր փառք Տիրոջ, առայժմ այդ իրավիճակը չունենք, որ խլացվեն ինչ-որ ռադիո հաղորդումներ կամ ինտերնետում ինչ-որ ալիքներ փակվեն, բայց եկեք ընդունենք, որ մեր այսօր հիմնական տեղեկատվական աղբյուրը դա ի վերջո ադրբեջանական եւ թուրքական ինֆորմացիոն աղբյուրներն են, ինչը իմ կարծիքով չափազանց վտանգավոր է նախ եւ առաջ մեր ազգային անվտանգության տեսակետից, մենք մեր հանրությունը, մեր տեղեկատվական դաշտը դառնում է մեր հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված ուժերի տեղեկատվական մանիպուլյացիաների թիրախ։ Բայց տեսեք, այս ամենին զուգահեռ երկու բան։ Մեկը, այո, Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, որ իրենց ձեռնտու բոլոր լուծումները տրված են եւ իրենց պահանջները կատարված են եւ դնում է նաեւ տնային առաջադրանք Հայաստանի Հանրապետության առաջ սահմանադրական փոփոխություններ եւ այլն։ Թուրքիան շահեկան դիրքում է հայտնվել։ Իրանը ի զարմանս շատ-շատերի ողջունեց շատ արագ օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ երակողմ հռչակագիրը։ Գուցե դա ճիշտն է։ Գուցե փոխվում է աշխարհակարգը այդպես, որ պետք է տեղավորվել այդ գծանկարի մեջ։ Թե մենք միշտ գնում ենք պատմության հղում անելով եւ չենք ընդունում այն նոր աշխարհակարգը, որը ձևավորվում է։ Նայեք, եկեք իրարից տարբերենք երկու հանգամանք, հա։ Մեկը այն գաղափարը, որ տարածաշրջանում պետք է գործեն անխափան կոմունիկացիաները, դա մի գաղափար է, որի դեմ դժվար է հանդիմանալ, չհամաձայնվել։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության իր որ
ողջ նոր անկախ պատմության շրջանում արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը եղել է հենց այդ ապահովել տարածաշրջանում հավասարաչափ զարգացած կոմունիկացիոն մի գոտու ստեղծում, որը թույլ կտա տարածաշրջանը վերածել յուրատեսակ, ինչ են ասում, այդ տրանսպորտային հաբի, հա, եւ որից հավասարաչափ կօգտվեն բոլորը։ Այս առումով իհարկե ողջունելի է։ Այս առումով իհարկե բոլորն էլ ողջունում են այդ քայլը, որը պաշտոնապես հայտարարվում է որպես նպատակ ունի ապահովել հենց այդ կոմունիկացիաների վերականգնումը։ Եվ ես կարծում եմ, որ այդ բոլոր ողջույնի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Տարօրինակ կլներ, որ որևէ երկիր ասեր, որ ոչ, մենք չենք ուզում, որ տարածաշրջանի երկրներով անցնի ինչ-որ հաղորդակցման ուղի։ Ի վերջո, արդեն 20, 30, 40 տարի այդ հարցը քննարկվում է, տարբեր ծրագրեր կան, միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, երկկողմ, եռակողմ, քառակողմ պայմանավորվածություններ, այսինքն դա խնդիրը, գիտեք, միգուցե կրկնում եմ, բայց խնդիրը հենց այդ մանրուքներն են, թե ինչպես է դա իրագործվելու, ով է պատասխանատու լինելու, ինչի համար է լինելու, ովքեր են կարողանալու դրանից օգտվել։ Ձեզ կարող են ասել եւ ասում են, չէ, սովորաբար երբ որ լրագրողները հարց են ուղղում իշխանության ներկայացուցիչներին, ուշադրություն դարձել եք, իրենք խուսափում են հենց այդ չնչին մանրուքների մասին խոսալուց, ասելով, որ դե հռչակված են ընդհանուր սկզբունքները, ինչ եք էլ ուզում։ Ամեն ինչ գրված է փաստաթղթում, փաստաթղթն էլ հրապարակված է։ Ու մոտավորապես, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ իրենց հավաստիացումները բան մակարդակի վրա է, որ մամայի սարև ամեն ինչ լավ է։ Ես կարծում եմ, դա բավական անպատասխանատու մոտեցում է։ Ցանկացած ընդհանրապես լուրջ արտաքին քաղաքական քայլի մասին ցանկացած կառավարություն պետք է պատասխանատու լինի իր ընտրողների, իր ազգաբնակության նկատմամբ։ Նամանավանդ այս կառավարությունը ունի ծրագիր, որով եկել է իշխանության, վերընտրվել է, եւ մենք տեսնում ենք իրենք էլ ընդունում են, որ իրենց կողմից 21 թվականին ներկայացված ծրագիրը եւ այն քաղաքականությունը, որոնք այսօր իրականացնում են, բավականին լուրջ, եթե ոչ արմատական փոփոխություններ է ենթարկվում։ Այո, այնտեղ Արցախի մասին 180 աստիճանով տարբեր բաներ գրված, հիմա ունենք հռչակագիր, որում չնայած գուցե հանրության մեջ կային մարդիկ, որոնք սպասում էին, որ այնտեղ արցախցիների իրավունքների, ռազմագերիների մասին գոնե ինչ-որ անդրադարձ կլինի, բայց դա այդ հռչակագրում չկար։ Այս հանգամանքներում, գիտեք, այդ հավաստիացումները, որ կան ընդհանուր սկզբունքներ, դուք հավատացեք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի, դա ուղղակի ոչ ծիծաղի, բայց չգիտեմ, հեգնանքի առարկա երևի։ Պարոն, որպես Արցախի նախկին արտգործնախարար, հիմա ինչ է կատարվում արցախցիների շրջանում։ Ովքեր են բարձրաձայնում իրենց հարցերը միջազգային ատյաններում, ովքեր են այն անհատները, որոնք միավորում են կամ համախմբում են կամ միասնական պահանջ են ձևավորում, կամ առհասարակ այդ միասնական պահանջը շարունակում է մնալ օրակարգում, թե ոչ։ Ինչ է տեղի ունենում մեր հայրենակիցների շրջանում։ Գիտեք, Արցախայությունը այսօր հայտնվել է իմ գնահատականով բավականին ծանր իրավիճակում եւ ոչ միայն որ ցեղասպանության, էթնիկ զտումների սպառնալիքի պատճառով իր պատմության մեջ երևի առաջին անգամ Արցախայությունը ստիպված էր ամբողջությամբ լքել իր հայրենիքը։ Բայց հայտնվեց նաեւ բավականին ծանր տարօրինակ իրավիճակում, որ այստեղ Մայր Հայաստանում, որտեղ կարծես թե պետք է արժանանար ամենայն աջակցության, հա, եւ ըմբռնման հայտնվեց բավականին, ասենք ասենք, ոչ բարյացակամ մթնոլորտում, հա։ Մենք ականատես ենք լինում, որ պարբերաբար ժամանակ առ ժամանակ նույն սոցցանցերում ինչ-որ հակարցախյան ալիքներ են գնում, ինչ-որ կան բազմաթիվ օկտատերեր, դրանց իսկությունը թողնեք մի կողմ, դրանք իրական օկտատերեր են, թե արհեստական, հա, բայց բազմաթիվ օկտատերեր սկսում են մեղադրել աշխարհի բոլոր մեղքերում արցախցիներին եւ այլն, այդ թվում նաեւ Հայաստանի այսօրվա իրավիճակի պատասխանատու են կարգում նրանց եւ այլն,
Շատ վտանգավոր է իմ կարծիքով նաև այն, որ հայաստանյան իշխանությունները որևէ քայլ չեն անում Արցախյան ինստիտուտների պահպանման համար։ Արցախի որոշ ինստիտուտներ, նախագահական ինստիտուտ, ազգային ժողովի որոշ նախարարություններ ամբողջությամբ փոխադրվեցին Հայաստանի տարածք եւ շատ տրամաբանական էր օգտագործելով այդ ներուժը ապահովել արցախահայության միասնականությունը, իրենց նպատակների եւ շահերի պաշտպանությունը։ Իշխանությունները գնացին այլ ճանապարհով, մենք տեսնում ենք, որ ընդհանրապես 23 թվականից հետո, անընդհատ ինչ որ այդ ինստիտուտները ենթարկում են հետապնդումների, ականատես են եղել նույնիսկ ԱԱԾ հատուկ ջոկատայինների գրոհի փորձի, արցախյան ներկայության վրա եւ այլն, այդ ամենը իհարկե բերում է նրան, որ Արցախ խնդիրը շարունակում է մնալ։ Արցախցիների ոտնահարված իրավունքների խնդիրը, սոցիալական խնդիրներ եւ երբ որ դրանով որևէ մեկը չի զբաղվում, իհարկե հայտ են գալի մարդիկ, որոնք փորձում են, եթե ոչ արմատական, ապա ինչ-որ ժամանակավոր լուծում գտնել դրա համար եւ այդ առումով, այսինքն պետք է ըմբռնումով մոտենալ, որ երբեմն կարող է Արցախահայերից մի փոքր տարաբնույթ ձայներ դուրս գալ, բայց դա գալիս է ոչ թե նրանց, որ Արցախահայությունը պարակտված է, Արցախահայությունը իր մեջ ներքին կռիվ ունի, դա գալիս է այն իրավիճակից, որում արցախցիները այսօր հայտնվել են։ Բայց եկեք այս վատ բանի ֆոնի մեջ ընդգրկենք նաև այն բարյացակամ քաղաքացիներին, ովքեր աջակցել, շարունակում են գրկապաց ընդունել եւ ապրումակցել արցախցիներին, ես միանշանակ այդքան համաձայն չեմ, որ կան միայն թիրախավորումներ, կան բազմաթիվ մարդիկ։ Ոչ միայն, եկեք այլ մենք պարտավորենք։ Որովհետև իրենց գործը շատ կարևոր է հասարակության համար եւ հատկապես արցախցիների համար։ Պարտավորենք եւ ի վերջո, սա ոչ թե արցախցու կամ հայաստանցու պայքար է։ Սա ընդհանուր հայոց գործ է, որը մենք բոլորս պետք է տեր կանգնենք։ Ցավոք սրտի այդ տարանջատումը հաջողվել է մտցնել հանրային կարծիքի մեջ։ Եվ այսօր ցանկացած մարդ լինի նա ծագումով արցախցի, չգիտեմ, երևանցի, գյումրեցի, ով որ լինի, պետք է հասկանանք, որ մենք պետք է վեր կանգնենք մեզ անջատող, իրարից անջատող փոքրիկ ինչ-որ սուբէթնիկ խմբերի տանող, այդ խոչընդոտներից եւ հասկանանք, որ մենք հայ ենք եւ հայը ի վերջո ունի մեկ ընդհանուր խնդիր, մեկ ընդհանուր նպատակ, ի վերջո Արցախյան պայքարը բացի նրանից, որ մենք ունեցանք անկախ Արցախ, Արցախյան պետականություն, դա նաև Հայաստանի անվտանգության համար պայքար էր։ Այդ կետը շատ լավ հիմա հասկանում են հատկապես սահմանամերձ շրջաններում, որոնք 30-40 տարի ապրում էին խաղաղության պայմաններում, իսկ այսօր կիլոմետր հեռու։ Այո, իսկ այսօր հայտնվել են ուղղակի առաջնագծում կրելով դրա բոլոր ծանր հետևանքները։ Իշխանությունները այս մտքին հակափաստարկ ունեն, ասում են միևնույն է հիմա չեն կրակում։ Մի քիչ դա վիճելի է, որտեղ ժամանակ առ ժամանակ կրակում են, ուրիշ բան, որ դրա մասին չեն խոսում։ Կրակոցներին էլ ասում են թիրախային չեն։ Այո, դրա մասին ասում են դե պատահաբար կրակել են, կարծես թե սահմանամերձ շրջանում ապրելու բնական երևույթ է, որ պարտադիր պետք է կրակոցներ լսես, բայց իհարկե ընդհանուր առմամբ պետք է ընդունենք, որ լարվածությունը առաջնագծում, այսինքն այնտեղ, որտեղ պետք է անցնի պետական սահմանը, որոշակիորեն նվազել է, բայց հարց է առաջանում ինչի հաշվին։ Եկեք հիշենք պատերազմին հաջորդած 21-22 թվականները, դեպքերը Սևլիչ, Ջերմուկ, Ես կարծում եմ այստեղ հիմնական խնդիրներից մեկը այն է, որ Ադրբեջանը այս պահին իր առջև դրած կարճաժամկետ խնդիրները լուծել է։ Ադրբեջանը այսօր ամբողջությամբ վերահսկում է ցավոք սրտի ոչ միայն մեր ողջ սահմանամերձ այդ շղթան,
այլ որոշ հատվածներում բավականին խորքային վերահսկողության հնարավորություններ շահեկան դիրքում է գտնվում նաև բարձրադիր եւ ցածրադիր հատվածները։ Սրան գումարված նաև կարևոր հանգամանքը, որի մասին բաց այդ խոսում են ադրբեջանցիները, դա ես չեմ հորինել, որ քանի որ իրենք համարում են, որ ներկայիս վարչապետը յուրատեսակ ոսկե շանս է իրենց համար, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապահովել իր, ասենք ասենք, հանդարտ կառավարումը, որպեսզի ինքը կարողանա շարունակել նույն պրոադրբեջանական քաղաքականությունը։ Մտեք, եթե հետաքրքիր է ադրբեջանական ցանցեր, կարդացեք իրենց ինտերնետ, Telegram, Facebook ալիքները, մեծ ծավալը նաև ռուսերենով է, եւ այնտեղ շատ բարձ այդ ամենը շարադրում են։ Չէ, ես համաձայն չեմ, որպեսզի ուղղորդվենք իրենցով եւ իրենց մտքերով, այլ ուզում եմ առավել մեր շահի տեսանկյունից քաղաքացիները կողմնորոշվեն եւ չկողմնորոշվեն նրանց կարծիքներով։ Խոսքը ոչ թե շահով առաջնորդվելու մասն է, խոսքը տեղեկացված լինելու մասին է։ Դե կարծում եմ վերլուծելու պարագայում բոլոր իրադարձությունները իրար կողքի դնելու պարագայում կարելի է օբյեկտիվ գնահատական կազմել եւ կարծիք կազմել մեր համար շահեկան է թե ոչ շահեկան։ Առաջիկայում ընտրություններ են եւ բոլոր ուժերը այսպես թե այնպես պատրաստվում են, ինչպես է լինելու արցախցիների դիրքորոշումը, որ ուժերն են ընդունելի, որ ուժերը ընդունելի չեն։ Բնականաբար ոմանք շատ նաև լծակներ պետական ռեսուրսներ ունեցողները արցախցիներին փորձելու են ինչ-որ ձև, այսպես ասած, սիրաշահել կամ համագրանք առաջացնել, ինչպես է պատրաստվում մեր հայրենակիցների բազմահազարանոց խումբը այս քաղաքական վայրիվերումներին։ Ձրաշփումներում այդ մասին չեն խոսում կուլիսային արցախցիները։ Ամեն ինչի մասին է խոսում են, որտեղ արցախցին իհարկե մտահոգ է իր ապագայով։ Զուտ տրամաբանորեն մենք բոլորս հասկանում ենք, որ առջևում բավականին բուռն ընտրական, նախընտրական շրջան է լինելու եւ ակնհայտ է, որ այսպես թե այնպես արցախյան գործոնը փորձելու են օգտագործել։ Դա օբյեկտիվ իրականություն է։ Իմ անձնական կարծիքն է, կրկին ես որևէ աֆիլիացիա չունեմ, բայց իմ անձնական կարծիքն է, որ արցախցիներին այս կամ այն կերպ ներգրավել ինչ քաղաքական ձևաչափերում, կառույցներում եւ այլն գնալով զարգանալու են, արդեն կան փորձեր, նույնիսկ Էջմիածնում կայանալիք ընտրությունների համատեքստում դրա մասին խոսք գնաց, որը որոշակի աշխատանք էր տարվում նաեւ արցախյան ընտրողների հետ եւ այլն, բայց ես կարծում եմ արցախցիները բավականաչափ հասուն են հայրենիքը լքելուց հետո անցած այս ժամանակահատվածում կարողացել են հասկանալ իրական բարեկամին, կեղծ բարեկամին եւ իրենց որոշումը կկայացնեն իմ գնահատականով ըստ քաղաքական ծրագրի։ Ըստ նրա թե այս կամ այն քաղաքական ուժը ինչ է առաջարկելու իրենց։ Եկեք չմոռանանք, որ նաեւ այստեղ մի ուրիշ գործոն կա, որ արցախցիների ոչ մեծամասնությունն է իրավունք ունենալու մասնակցել այդ ընտրություններին, որտեղ արցախցիները չեն շտապում ստանալ Հայաստանի քաղաքացիություն, այստեղ կա նաև եկեք չշտապելը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ համոզված են, որ պահպանելով Արցախի քաղաքացիությունը իրենք ուղղակի պահում են կապը հայրենիքի հետ։ Ու շատ ցավալի է, որ երբեմն այդ հանգամանքը փորձում են օգտագործել հենց արցախցիների դեմ, ասելով, որ իրենք նույնիսկ չեն ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ եւ այլն, բացարձակ չհասկանալով բուն շարժառիթները։ Պարոն Միրզոյան, տարբեր դիվանագետներ, որոնք իշխանության մաս չեն կազմում, խոսում են, որ հնարավոր է ապահովել վերադարձի իրավունքը Արցախ եւ մյուս կողմից մենք տեսնում ենք նաեւ Հայաստանից արցախցիների արտագաղթ։ Երկու ուղղությամբ ինչ հնարավորություններ կան եւ ինչպես կանխել հատկապես երկրորդը, որպեսզի չարտագաղթեն Հայաստանից։ Սկսեմ երկրորդից, որպես չարտագաղթեն Հայաստանից, պետք է լուծել նրանց առջև ծառացած բազմաթիվ սոցիալական խնդիրները։ Նախ եւ առաջ կացարանի հարցը, որտեղ արցախայությունը այսօր հիմնականում որքան էլ պնդում է, որ արցախցիները ժամանակին գնել են Երևանի կենտրոնը եւ յուրաքանչյուր ունի 4-5 սենյականոց բնակարան,
եւ այդ սուտ այդ կեղտոտ կեղծիքը տեղեր գտել որոշ մարդկանց ուղեղում, արցախցիների մեծամասնությունը այսօր ապրում է շատ ծանր պայմաններում։ Նայեք, մենք Արցախից այստեղ եկավ հիմնականում քաղաքային բնակչություն, որտեղ Արցախի բնակչության մոտապես կեսի չափ ավանդաբար ապրում էր Ստեփանակերտում, իսկ երկու պատերազմների, 20 թվականի պատերազմը եւ այդ Ստեփանակերտում են կենտրոնացել։ Հիմնական մասը կենտրոնացված է Ստեփանակերտում։ Մարդիկ, որոնք վարժված են որոշակի կենսակերպի, մարդիկ, որոնք վարժված են որոշակի պայմանների եւ բերել այդ մարդկանց տարածել ողջ Հայաստանով, հա։ Հիշում եք կարծիքներ կային, որ պետք է ուղարկել ինչ-որ գյուղական բնակավայրեր, աշխարհից մոռացված բնակավայրեր, թող այնտեղ ապրեն, շենացնեն։ Ընդ որում այդ կարծիքով հանդես են գալի մարդիկ, որոնք նախընտրում են իրենց ողջ ժամանակը անցկացնել Երևանի Կասկադի սրճարաններում։ Այստեղ հարց է առաջանում, ինչու դու չես գնում այդ գյուղը վերականգնես ու ուղարկում ես արցախցիներին։ Հիմա արցախցիների մոտ կա կեցության խնդիր։ Մարդիկ իրենց չնչին եկամուտի, որ կարողանում են հայթայթել այդ օրվա հացի առյուծի փայը ստիպված են հատկացնել բնակարանների վարձակալության։ Կա աշխատանքի հարց։ Մեր աշխատանքի շուկան բավականին սպეციფիկ է, որքան է մեզ պնդում են, որ Հայաստանում այսօր բազմաթիվ աշխատատեղեր կան, բայց մենք գիտենք, որ այդ աշխատատեղեր այո կան, բայց այդ աշխատատեղերը բավականին դրանց բաշխվածությունը, ոլորտները, որտեղ կան աշխատատեղեր, բավականին տարօրինակ են եւ թույլ չեն տալի որոշակի մասնակցություն ունեցող մարդկանց, ասենք թե կրթական ոլորտի, պետական ծառայություն անցած մարդկանց թույլ չեն տալի նրանց համարժեք աշխատանք գտնել այստեղ Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ ծանր սոցիալական պայմաններում դու կարող ես ժամանակավորապես գնալ բեռնակրթությամբ զբաղվել, տաքսի վարել, չգիտեմ, էլ ինչ գործ կարող ես անել, բայց ի վերջո, եթե մարդ ողջ իր կյանքը ծառայել է պետական ծառայության մեջ եղել կամ մարդ եղել է կրթական ոլորտի մասնագետ, բավականին դժվար է անել այդ անցումը։ Որևէ լուրջ ծրագիր այդ ուղղությամբ, այսինքն ծրագիր, որը թույլ կտար ինտեգրել այդ ոլորտի մարդկանց, ես ուղղակի ականատես չեմ եղել։ Այդ հարցերը բարձրացվել են պարբերաբար տարբեր կազմակերպությունների, այս վերջին նախաձեռնությունը Արցախահայերի, որ կա, այդ որոնք ցույցեր էին անցկացնում հայ իրավունքների պաշտպանության, բայց մենք տեսնում ենք, որ կոպիտ ասած սայլը տեղից չի շարժվում։ Իհարկե այդ պայմաններում մարդիկ ստիպված են նաև իրենց ելքը փնտրել արտասահմանում։ Անդրադառնանք մյուս հարցին, վերադարձի իրավունքի հնարավորությունը։ Վերադարձի իրավունքը գիտեք Եվրոպայում բանաձևեր կային 4-րդ կետներ կարծեմ եւ այլն, որոնք խոսում էին այդ մասին Շոտլանդիայի։ Ես ասում, իհարկե այսպիսի հաղորդման ձևաչափում նստել եւ մանրամասն վերլուծել, թե ինչ պետք է անել, ինչ հերթականությամբ, ուղղակի զավեշտալի կլինի, բայց ես հավաստիացնում եմ, որ հնարավորություններ կան։ Նախ եւ առաջ կան բազմաթիվ որոշումներ, հայտարարություններ, որոնք ի վերջո ճանաչում են Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու իրավունք։ Այսօրվա մեր իշխանությունների ուղիղ պարտականությունը պետք է լիներ հասնել, եթե ոչ այդ որոշումների, բանաձևերի կենսագործմանը, այլ հասկանում, դրա համար կան որոշակի խոչընդոտներ այս փուլում, բայց ամրագրմանը հասնել հնարավոր է։ Ամրագրվի, որ Արցախահայությունը որպես էթնիկ զտման, ցեղասպան գործողությունների ենթարկված ազգաբնակչություն իրավունք ունի վերադառնալ իր պատմական հայրենիք։ Եվ դրա համար պետք է իրագործվեն ինչ մեխանիզմներ։ Ես կարծում եմ, որ դրան հնարավոր էր հասնել եւ առայժմ հնարավոր է հասնել համապատասխան աշխատանքի դեպքում։ Բայց այդ աշխատանքը պետք է տարվի, գիտեք, իմ ողջ հարգանքով, դրա մասն էլ բազմիցս ասել եմ։ Ես հիացած եմ այն նվիրյալների աշխատանքով, որոնք տարբեր հայտարարություններով են հանդես գալի եւ այլն, բայց տնօրինագործական մեթոդներով, հա, ինչ հայկաների մակարդակով,
առանձին անհատների լինեն իրենք ուղղակի խելացի տաղանդավոր մարդիկ, այդ մակարդակով հնարավոր չէ։ Դրա համար պետք է աշխատի պետությունը։ Այո, որտեղ ի վերջո այդ մարդիկ իրենց քայլերով բախվելու են եւ հասնելու են պետության դուռ, այսպես ասած։ Այո, որտեղ այն կողմը մենք ունենք պետական ատյաններ, Ադրբեջանում, իսկ այս կողմից ակնկալել, որ ինչ-ինչ ՀԿ-ներ պետք է մտնեն իրենց հետ երկխոսության մեջ եւ այլն, ուղղակի զավեշտալի է։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան։ Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել էի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանին։